մեզ դեպ էթիկայի հանձնաժողովում քննարկելի երևույթ է դա, թե չէ, թե կարող ենք ասել, որ դե մարդու քաղաքական դիրքորոշումն է, ուզում է Հայզենբորը մերկնի։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան, եթե ազգային ժողովի պատգամավորը նման հայտարարություն անի, էթիկայի հանձնաժողովը պետք է բնականաբար ստեղծի, բայց ես կարծում եմ, որ դա հիմք է, որ ազգային ժողովի պատգամավորը նման հայտարարություն է արել, իր մանդատը դնի, որովհետև իր երթման տեքստը ուղղակիորեն այն մասին է, որ մենք պատգամավորը պետք է նպաստի հանրային համերաշխությանը, պետք է մարդու իրավունքների պաշտպանության անպայմանորեն ինքը ճարտարագործ լինի եւ նման հայտարարությունները որևէ պատժամավորի կարծում եմ չեն ծերու ոչ պատիվ, ոչ էլ որևէ Շնորհակալություն, իսկ չեք կարծում նաեւ, որ տվյալ այն խմբակցությունը, որը ներկայացնում է տվյալ պատգամավորը, որը ասել է, որ ինքը ցանկանում է, որ հայ զինվորը մերկնի։ Գոնե պետք է դիրքորոշում հայտնի իմանանք, այդ խմբակցությունը կիսում է այդ դիրքորոշումը, այլ կերպ ասած Ուժեղ Հայաստան խմբակցությունը կիսում է Էդգար Ղազարյանի հայտարարությունն այնա, որ իրենք ուզում են, որ հայ սակրավորը եւ որ մտնի ականապատ դաշտ, տարածի ու մերկնի։ Ինչ կարծիք եք, Տիկին Ջուրան։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ռուբինյան, ոչ միայն խմբակցությունը, այլ նաեւ կուսակցությունը, կարծում եմ իր անդամների հետ կապված պետք է բավականին քիչ լինի, երբ որ վերաբերում է վարքագծի կանոններին, եւ կարծում եմ, որ նման հայտարարություններն են նաեւ նման վարքագիծն է նաեւ բերում քաղաքական համակարգի, ոչ միայն ազգային ժողովի, այլ նաեւ ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության եւ կարծում եմ, որ քաղաքական համակարգի յուրաքանչյուր մասնակից, այսինքն առաջնահերթ կուսակցությունները իրենք պետք է շատ գրված լինեն, որ բարեվարք լինեն իրենց անդամները եւ նաեւ այդ ցանկությամբ եւ այդ հավատամքով շարժվելով քաղաքական պայմանագիրը նախորդ տարի ընդունել է էթիկայի կանոնագիր կուսակցականների համար եւ մենք հույս ունենք, որ դա վարակիչ կդառնա մեր քաղաքական համակարգի նաեւ մյուս կուսակցությունների համար եւ իրենք նաեւ իրենց կուսակցականների վարքագծի համար կրեն պատասխանատվություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիգրան Աբրահամյան։